Կիևը դեռ չի պատասխանել հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպելու ռուսական առաջարկին։ Ամեն դեպքում հանդիպման առաջարկը ուժի մեջ է թողնում Մոսկվան։ Нужно подтверждать готовность продолжать переговоры. Անհրաժեշտ է կամ հաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը կամ անել հակառակը։ Կիևը չորեքշաբթի Մոսկվային փոխանցել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի իր նախագիծը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին 2 օր առաջ զանգել է Ումերովին հուշագրի փոխանակումը կազմակերպելու համար։ Հետո Կիևը պահանջել է, որ Մոսկվան էլ անհապաղ իրենց հանձնի հակամարտության կարգավորման ռուսական հուշագրի նախագիծը։ Մոսկվային դուրս չի եկել ուկրաինական կողմի պայմանները։ Россия как раз и предложила в понедельник. Ռուսաստանն առաջարկել է երկուշաբթի հանդիպել Ստամբուլում եւ քննարկել այդ նախագծերը, հետեւաբար անհապաղ պահանջելը ոչ կառուցողական է։ Это все неконструктивно. Ռուսները ոգևորված են Թուրքիայի տրամադրած դիվանագիտական հարթակով։ Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ստամբուլը դառնում է ռուս-ուկրաինական բանակցությունների հիմնական կենտրոնը։ Մենք շնորհակալ ենք Թուրքիայի ղեկավարությանը Ստամբուլը որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ տրամադրելու համար։ Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում անվտանգության ապահովման եւ պատվիրակությունների աշխատանքի օպտիմալ պայմաններ ստեղծելու գործում։ Ստամբուլը դառնում է բոլոր ոլորտներում բանակցությունների հիմնական հարթակը։ Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարել, թե Ստամբուլը շատ լավ վայր է բանակցությունները շարունակելու համար։ Թուրքիայի նախագահին դուր են եկել Լավրովի գովեստի խոսքերը։ Էրդողանի կարծիքով ռուս դիվանագետի բառերը ամրապնդել են խաղաղության հույսերը։ Իրեն խաղաղության աղավնի կարգած Թուրքիան միացել է Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու բրիտանական նախագծին։ Արևմտյան մամուլը գրում է, որ Թուրքիան խոսում է բանակցություններում չեզոք միջնորդության մասին, բայց իր այս քայլով դառնում է հակամարտող կողմ։ Իսկ Էրդողանի երկերեսանի քաղաքականությունը արևմտյան վերլուծաբանների կարծիքով իրենց ծանոթ իրավիճակ է։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։